այս թեմայի շուրջ մի հարց տամ, պարոն Սաֆարյան, ես տեղյակ եմ, որ Ղազախստանը հողահատկացում է արել Հայաստանի Հանրապետությանը, որտեղ որ պլանավորվում է դեսպանատան կառուցում մեր պետության միջոցներով, ըստ երևույթի, կուզեի իմանալ այս հարցի ինչ փուլում է, արդյոք կա արդեն փոխըմբռնում, նաև կառավարության գործընկերների հետ վերջնական որոշում եւ եթե կա մոտավորապես այդ աշխատանքները երբ են սկսվելու։ Նախ նշեմ, որ այցի ընթացքում վարչապետի Ղազախստան պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեցին 17 փաստաթղթեր, որոնք ընդլայնեցին իրավական բազան երկու երկրների միջև եւ դրանցից ամենակարևորներից մեկը հենց ձեր նշած փաստաթուղթն է, որով Հայաստանը եւ Ղազախստանը փոխանակում են հողատարածքներ միմյանց դիվանագիտական ներկայացությունների տեղակայման համար, ինքը այդ համաձայնագիրը շատ կարևոր նշանակություն ունի դիվանագիտության մեջ, որտեղ փոխվստահության նաև որոշակի արտացոլում է եւ այս առումով ներկայումս աշխատանքներ են ընթանում այդ հողատարածքներում իրավական վերջնական կարգավորումները իրականացնելու եւ շինարարություն։ Իսկ մոտավորապես կա ժամկետներ, երբ կսկսենք մենք այնտեղ շինարարություն։ Հիմա հենց ֆինանսավորման հարցերն են քննարկում, այդ հարցը ֆինանսների նախարարությանը։ Հստակ մոտավոր ժամկետ չեմ կարող ասեմ, բայց մոտակա գոնե 1 տարում մենք հուսով ենք տարվա ընթացքում կլինի սկսենք, որովհետև ես նաև ծանոթացա այդ տեղանքին, որտեղ որ հողատկացումը արվել էր, շատ կարևոր ինքը փողոցի վրա է եւ շատ նաև վերաբերմունքի առումով շատ հստակ է, էլի, ոնց են Ղազախ գործընկերները վերաբերվում է, շատ լավ,